Տիրոջ աննպարավոր եղբայրներ քույրեր, Աստված օրհնի ամեն մեկիս, ուղղակի կուզեմ անդրադառնալ հետևյալին, մենք բազում անգամ սա մասին խոսում ենք, մենք այստեղ ենք, որտեղ հավատում ենք, որ Հիսուս ասել է, որտեղ Հիսուս մեզ համար իր կյանքն է տվել, հավատում ենք, որ կյանքը իր մեջ է, բայց ուղղակի կուզեմ, որպեսզի այսօր նաև նայենք հետևյալը, Եբրայեցիս 11-րդ գլխի մեջ, երբ որ մենք կարդում ենք 6 համարը, այս բազում անգամ այս համարը քարոզվել է։ Նորից կուզեմ անդրադառնալ մի երկու մտքեր ստեղից 11-6 համարի մեջ գրված է, բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել Աստծուն, որտեղ Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա եւ թե իրեն խնդրողներին վարձատրույս կլինի։ Եղբայրներ քույրեր, հավատքի վրայով Հուտան հետևյալն էր ասում. Բայց դուք սրանից ձեր անձերը ամենասուրբ հավատքի վրա շինեցեք։ Եվ հետաքրքիր է, թե Հիսուս Քրիստոսի խոսքերը, որ ասում էր, արդյոք կամ երկրա հավատ կգտնան։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, այսօր չկա հորից է մեկ անձնարություն, որը չի հավատում Աստծո գոյությանը։ Մեծ մասը երկրակնդի վրա հավատում են, որ Աստված կա։ Բայց հավատքի անկյունակարը ո՞րն է։ Այսօր ամեն մեկ անձնարություն ունի իրեն կյանքի մեջ հավատքի անկյունակար։ Հիշեք Հովհաննես ավետարանի մեջ Տեր Հիսուս Քրիստոսը խոսում էր հրեաների հետ եւ ինչ էր ասում հրեաներին։ Կարդամ մեր ամեն մեկի համար։ Գրված է մեր ամեն մեկի վրայով։ Ուղղակի կուզեմ, որ ես եւ դու սա կարողանանք տեսնել։ Հովհաննես ավետարան 5-րդ գլխի մեջ Տեր Հիսուս Քրիստոսը կարդում է, ասում է 40 համարից հետևյալ տողերը. Երբ դուք չեք կամոնում ինձ մոտ գալ, որ կյանք ունենաք։ Այս մարդկանցից փառք չեմ առնում, բայց ճանաչում եմ ձեզ, որ Աստծո սերը չունիք ձեր անձերում։ Շարունակության մեջ գրված է. Ինչպես կարող եք դուք հավատալ, որ իրարից փառք եք առնում, եւ այն փառքը, որ միայն Աստվածանից է, չեք որոնում։ Այսօր հարցը ուղղված է ինձ եւ քեզ, որն է իմ հավատքի անկյունակարը։ Ինչն եմ ես հավատում։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, եւս մեկ համար ուզում եմ մեջ բերում անել Սուրբ գրքի մեջ, ուշադրություն դարձեք ինքը ամենակալ Աստված այսօր ուզում է պարզ մեր ամեն մեկ հետ խոսել եւ շտկել մեր ամեն մեկի հավատքը, որ հավատանք, որ կյանքը Քրիստոսի մեջ է։ Բազում անգամ խոսվել է այդ մասին։ Մատթեոս ավետարան 28-րդ գլուխ 20 համարի մեջ Տեր Հիսուս Քրիստոս ինչ էր ասում։ Միջև աշխարհի վերջ ես ձեզ հետ եմ։ Մի հարց եմ տալիս, ինչ չափով ենք հավատում այս խոսքերին։ Հավատում ենք, որ Աստված միջև աշխարհի վերջ մեզ հետ է։ Եթե Աստված ինձ հետ է, ես ինչ կերպ եմ ապրում։ Սուրբ Հոգին եկել է իմ մեջ եւ ինքը ամեն բան գիտի։ Մենք ինչ ենք մտածում, ինչ ենք խորում։ Կամ երբ որ մենք կարդում ենք Սուրբ գրքի մեջ, այս համարի վերջնամասում գրված է, եւ թե իրեն խնդրողներին վարձատրույս կլինի, որն այսօր մեր վարձքը։ Հիշում եք, Մատթեոսը ներողություն, Հովհաննես ավետարան 16-րդ գլուխ 24 համարի մեջ Տեր Հիսուս Քրիստոս սա էր ասում. Միջև հիմա իմ անունով ոչինչ չխնդրեցիք, խնդրեցեք եւ կտրվի, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Ուղղակի հարց եմ տալիս մեզ ամեն մեկից, ինչ ուրախություն ունենք, որ միջև առեսօր կա մեր կյանքի մեջ։ Այն ինչ որ Աստված մեր կյանքի մեջ ողորմություն արը, այդ պահին մենք ուրախացել ենք, կարող է որոշ ժամանակ հատված հետո այդ ուրախությունը նորից անցել է։ Կուզեմ մեջ բերում անել հետևյալը, այս որից է մեկին նկատի ունեմ, բայց կուզեմ, որպեսզի ամեն մեկը սա տեսնենք։ 44 օրվա պատերազմի ժամանակ ծնողների աղոթքը, որ Աստված ողորմություն աներ զավակներին ողջ առողջ հետ վերակացնել։ Հարց եմ տալիս ծնող, երբ որ զավակը եկավ, ինչքան էր ուրախացը։ Բայց հարցիս հետևյալը 10 օր հետո այդ ուրախությունը կար թե չկար։ Այսօր քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի կուզեմ, որ ես եւ դու կարողանանք ամբողջ սրտով հավատալ, որ կյանքը Քրիստոսի մեջ է։ Եվ կուզեմ, որպեսզի այսօր լուրջ ուշադրություն դարձնենք ու այդ ասում մենք լուրջ ծառայենք։ Եվ այս վերջերս շատ անգամ խոսվել է այս մասին։ Հեսուի գրքի մեջ, երբ որ մենք կարդում ենք 24-ի 19 համարում Հեսուն հետևյալն էր ասում, գրված է, եւ Հեսուն ժողովրդին ասաց.
դուք չեք կարող Եհովային պաշտել, որովհետև նա Սուրբ Աստված է, նա նախանձով Աստված է, ձեր հանցանքները ու ձեր մեղքերը չի ներվել։ Ինչու համար այսօր մարդը չի կարող Աստծուն պաշտել, որն է բուն պատճառը։ Ուղղակի կուզեմ, որ ես եւ դու տեսնենք մեր պաշտամունքը իշքանով են տունել ամենակալ Տիրոջը։ Եսայի մարգարության մեջ, երբ որ մենք կարդում ենք առաջի գլուխ, ուշադրություն դարձրեք ինչ է գրված։ Մարդիկ, որոնք որ գալիս էին Աստծո առաջին, աղաղակում էին, ասում փառք են տալիս, բայց հետաքրքիր Աստված ինչ ասում։ Եսայի մարգարություն առաջի գլուխ 11 համարից եմ կարդում։ Ինչ պետք է ինձ ձեր զոհերի շատություն, ասում է Տերը։ Ես կշտացել եմ խորի ողջակեզներից եւ պարարտների ճարպերից, զվարակների ու ոչխարների, նոխազների արունը չեմ ախորժում։ Երբ որ գալիս եք իմ երեսը տեսնելու, տո ով է պանջում ձեր ցերկերից կողոտել իմ սրաները։ Այլևս ունենան ընծաներ միք բերեք։ Ձեր խունկ ինձ համար պիղծ է։ Ամսակլուխներին, շապատներին, ժողովներին գումալես չեմ տանել, անօրություն եւ տոնախմբություն։ Ձեր ամսակլուխներից եւ տոներից զզվել իմ հոգիս։ Նրանք ինձ վրա բեր են, հոգնել եմ տաներից։ Երբ դուք ձեր ցերկերը տարածելից, ես աշկերտս ծածկում եմ ձեզանից։ Նաեւ երբ որ աղոթքը շատացնում եք, ես չեմ լսում։ Ձեր ցերկերը լիքն են հայրենու։ Մի կուզեմ, որպես այսօր իմ եւ քո աղոթքը հասանելի լինի Տիրոջը։ Ուզում եմ, որպեսզի իրոք ամենակալ Աստված կարողանա մեր պաշտամունքը ընդունել։ Կային ապել, երբ որ մենք նայում ենք երկու եղբայր։ Քուրս չան, եղբայրներ չան։ Ես շատ անգամ մտածել եմ այս մասին, տարբեր տեղեր նայել, որից մեկտեղ չեմ գտել, որ Կայանը եւ Ապել իրար հետ խնդիր են ունեցել։ Իրենց խնդիրը առաջացավ ինչու՞ց։ Որն է խնդրի հիմքը։ Փառքը։ Ապելի համար փառքը ամենակալ Աստված էր։ Ու նպատակը Աստծուն հաճանալն էր։ Աստծո հետ ապրելն էր։ Ուշադրություն դարձրեք 4-րդ գլուխ, երբ որ կարդում ենք Ծննդոց գրքի մեջ, գրված է հետևյալ միտքը. ամենակալ Աստված չնայեց Կայանի կամ Աբելի ընծային, այսպես է գրված, 4 համարից եմ կարդում, եւ Յովան Հաբելին եւ նրա ընծային մտիկ արավ, բայց Կայանին եւ նրա ընծային մտիկ չարավ։ Երկուսն եկել էին Տիրոջ առաջին, երկուսն էլ երկրպագություն էին անում, երկուսն էլ զոհ են մատուցում։ Հետաքրքիր է, ինչի Կայանը չընդունվեց, որովհետեւ Կայանի հավատքի անկյունակարը Աստված չէր։ Գիշեք 73-րդ Սամոս ես միշտ օրինակ եմ բերում Ասապի վրայով, Ասապը սկզբնական վիճակի մեջ ինչն էր իրեն անկյունակարը, ինքը ինչ էր խորը մտածում, որ Աստված իրեն հավատացողներին պիտի օժնի, զորացնի, ցավ պիտի չունենան, տառապանք պիտի չունենան, բայց Ասապի կյանքի մեջ հակառակն էր։ Եվ ասում է քիչ է մնացել, որ ոտքերը ստրվեն եւ բանջի մնացել քնած կսա։ Քուրս չան, եղբայրներ չան։ Ասապի հավատքի անկյունակարը մարմնավորն էր։ Եվ երբ որ նայում ենք Ղուկաս ավետարան 15-րդ գլուխ գրված է անառակ որդու եղբոր վրայով։ Երբ որ եղբայրը հետ էր վերադարձել, ինքը չուզեցավ տուն մտնել։ Երբ որ հայրը դուրս եկավ, ինչ ասեց ինքը հորա. ահա այսքան տարի քեզ ծառայել եմ եւ քո պատվիրաններից երբեք դուրս չեմ եկել։ Ինքը հոր պատվիրանքները պահել էր։ Երբեք հոր խոսքը զան չէր արել, կետին չէր գցել, բայց հետաքրքիր է, որն էր իրեն կյանքի բու նպատակը, ինչու համար էր ծառայել իրեն հորը, ինչու համար հոր խոսքը երբեք զան չէր արել, գրված է շարունակության մեջ, որ իմ կարծամ, բայց ինձ երբեք մի ուլ չտվիր, որ իմ բարեկամներ հետ ուրախ լինեմ։ Այսինքն իրեն ուրախություն, իրեն բարեկամներն են։ Իրեն ուրախությունը, որ հորից հետ ուլը ստանար։ Բայց չէ որ հոր տան ամբողջ ունեցվածքը պատկանում էր իրեն։ Քուրս չան, եղբայրներ չան։ Այսօր Աստված ուզում է, որ ես եւ դու կարողանանք սա տեսնել, որն է մեր հավատքի անկյունակարը։ Այսօր մենք հավատում ենք, որ կյանքը Քրիստոսի մեջ է։ Այսօր ես հավատում եմ, որ առանց Քրիստոսի անհնարին է ապրել թե հոգևորապես, թե մարմնավորապես։ Ամենամեծ ցավը հետևյալն է, որ մենք ասում ենք այո։ Բայց հետաքրքիր է, Հեսուն ինչու անդրադարձավ այս մտքին եւ ասեց դուք չեք կարող Եհովային պաշտել։
Այսօր ամեն մեկն ասում փառք են տալիս։ Բայց Աստված ամեն մեկ փառքը չի ընդունում։ Որն է խնդիրը։ Գիշեք Հռոմեացիս առաջի գլխի մեջ ինքը Պողոս առաքյալը հետևյալ միտն ասում ինձ եւ քեզ։ Ներողություն, Գործք առաքելոց, ներողություն։ Հռոմեացիս առաջի գլուխ 21-րդ համար։ Հռոմեացիս առաջի գլուխ 21-րդ համար։ Որովհետև Աստծուն ճանաչելով նրան ասապես չփառավորեցի կամ շնորհակալ չեղաք։ Աստծուն ինչ փառքը վայել է եւ Աստծուն ինչը կայսօր կհասնի։ Առաջի պատվիրանը, որ Աստված տվեց մեզ, ամեն մեկից գրված է՝ սիրիր քո Աստծուն, քո ամբողջ սրտով։ Մի անմահ հոգի խոսքը ուղղված է ինձ եւ քեզ։ Մենք Աստծուն ամբողջ սրտով ենք սիրում, թե չէ։ Մենք ասում ենք այո, բայց հետաքրքիր է, Եզեկիել մարգարության 36-26 համարի մեջ Աստված ասում էր. «Եվ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ եւ նոր հոգի պիտի տնեմ ձեր միջումը»։ Ինչու՞։ Ինչ եք մտածում։ Հին մարմնավոր սրտի մեջ ինչ կյանք կա եւ ով էր այդ կյանքի անկյունակարը։ Մենք պիտի ասենք, սա հին ուխտն է, բայց Տեր Հիսուս Քրիստոսը անդրադարձավ նոր ուխտի մեջ անձնավորության, որը հին ուխտի անձնավորություն էր, օրենքը սիրող, պատվիրանները պահող անձնավորություն։ Նիկոդեմոս։ Ինչ ասես Նիկոդեմոսին։ Եթե մարդը վերստին չծնվի։ Այսօր վերստին ծնունդը քուրեր չան, եղբայրներ չան, լոկ լեզուն էր խոսալ եւ չերի մկրտությունը չէ։ Վերստին ծնունդը փոխված կյանք, որ քո մեջ Քրիստոս է առաջինը։ Չգիտեմ, այսօր կուզեի, որպեսզի ես եւ դու տեսնենք սա, եւ կուզեի, որպեսզի մենք կարողանանք սա տեսնել։ Եվ հետաքրքիր է, երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, այդ համարն էլ կուզեմ մեջ բերում ենել, որովհետև այսօր մարդիկ ապահով են հետևյալ մտքի վրա, որ Աստված սեր է, ինչ էլ որ անենք, Աստված մեզ պիտի չպաչե, ոչ սիրելիս։ Այո, Աստված սեր է, բայց կա նաև երկրորդ կողմը։ Երբ որ մենք կարդում ենք Նահումի մարգարության մեջ գրված հետևյալ տողերը, առաջի գլուխ երկրորդ համարից ասում է Տերը ինձ եւ քեզ նախանձոտ եւ վրեժխնդիր Աստված է Տերը։ Վրեժխնդիր է Տերը, բարկության Տեր, վրեժ առնող է Տերը իր ոսողներից բարկություն պահող իր թշնամիներից։ Մենք պիտի ասենք, ես թշնամի չեմ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ, նայեք ինչ ասում ինքը Տեր Հիսուս Քրիստոսը մեզ ամեն մեկից։ Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 24 համարի մեջ հետևյալ տողերն է գրված։ Ոչ ոք չի կարող երկու տերի ծառայել, որովհետև կամ մեկին կատե, մյուսին կսիրե, կամ մեկին կմեծարե, մյուսին կար համարը։ Ես այսօր չեմ կարող թե մարմնավորությունը սիրել, թե Հիսուսին։ Այսօր առաջնային խնդիրը սա է, քուրեր չան, եղբայրներ չան, որն է Աստծոյի նախանձարության բուն նպատակը, ինչի համար Աստված նախանձում։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, բազում համարներ կա, կուզեմ հիշեցնել հետևյալը, որտեղ որ Եսայի մարգարության մեջ ինքը ամենակալ Աստված հետևյալն է հորդորում եւ հետևյալն է ասում ինձ եւ քեզ։ Նայեք ինչ է գրված 42-րդ համար։ Ես եմ Յովան։ Սա է իմ անունը եւ ես իմ պատիվը ուրիշին չեմ տա եւ ոչ իմ փառքը կուրքերին։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի կուզեմ մի հատ մենք լուրջ նայենք։ Ամենակալ Աստված իմ եւ քո փրկության համար իր որդին զոհել է։ Ինք իր որդին տվեց, որ ես եւ դու կյանք ունենանք։ Եթե դու այսօր քո ապրած կյանքի մեջ մարդկանց կամ զավակիդ ամենալավագույն կերպով ես վարվում ու հանկարծ գնահատական չես ստանում, ինչ է կատարվում քո կյանքի մեջ։ Ինքը որդին տվեց, որ դու նորից քո կյանքով ապրես։ Սա չէր Աստծո ծրագիրը, Աստծո ծրագիրը հետևյալն է, որ ես եւ դու ունենանք հավիտենական կյանք։ Աստծո ծրագիրն է, որ ես եւ դու հավիտյանս հավիտենից իրեն հետ ապրենք։ Բայց հարց եմ տալիս։ Այսօր մեր սիրտը ամբողջովին իրեն է պատկանում, թե չէ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, հիշեք Կորինթոս եկեղեցու մեջ գրված ուղերձին, որտեղ որ Պողոս առաքյալը առաջի Կորինթացիս 3-րդ գլխի մեջ
ինչ է ասում մեզ ամեն մեկիս։ Գրված է. չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք։ 16-17 համարները։ Առաջի Կորինթացիս 3-րդ գլուխ։ Չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք եւ Աստծո հոգին բնակված է ձեզանում։ Շարունակության մեջ գրված է. Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք։ Բայց Միշնամասում նայեք ինչ է ասում Տիրոջ խոսքը։ Եթե մեկը Աստծո տաճարն ապական է, նրան էլ Աստված կապական է։ Մենք ինչով ենք ապականում։ Եվ միշտ օրինակը բերում եմ Տանել Մարգարության 5-րդ գլխի մեջ գրված հետևյալ տողերին, երբ որ Բաղդասար թագավորը խրախճանք էր կազմակերպել։ Եվ այդ խրախճանքի մեջ գրված է, որ հարբեցավ, պատվիրեց, ասես, որ Տիրոջ տան անոթները բերեն։ Եվ այդ իրեն հրանքի հետևանքով իրեն դատավճիռ եղավ հետևյալը, մահ։ Ինչու համար։ Ինքը բազում անգամ խրախճանքներ էր արել։ Ամեն օր իրենց խրախճանքը, բայց իրեն բուն նպատակը, որ ինքը հասավ այդ վիճակին, Աստծո տան անոթները օգտագործեց իրեն խրախճանքի մեջ։ Այսօր դու Աստծո տան անոթն ես։ Աստծո խոսքն ասում է, չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք։ Եվ հարց եմ տալիս, Աստծո տաճարի մեջ ինչ պիտի բնակվի։ Երբ որ Հիսուսը եկավ, տեսավ տաճարում դրամափոխներ, աղավնավաճառներ, գրված է, գոտին խարազան շինեց եւ դուրս հանեց ասելով հետեւյալը. գրված է իմ հոր տունը աղոթքի տուն պիտի լինի։ Այսօր Աստված քեզ ընտրել է որպես տաճար, որպես անոթ, որպես իրեն սեփականությունը։ Բայց մի հարց եմ տալիս. եթե դու Տիրոջ սեփականությունն ես, ում կամքով ես ապրում եւ շարժվում։ Որն այսօր քո կյանքի ու նպատակը։ Ասապը սա էր խորում մտածում եւ ասապի անկյունակարը հետեւյալն էր, որ եթե մարդը ասուն է դարձը, չի ունենա ցավ, տառապանք, նեղություն, խնդրեմ, այլ մարդը կունենա իրեն սետրուզած կյանքը, որ սիրելիս։ Ասապին ասված տարավ եւ ասապը մտավ Տիրոջ խորան։ Եվ իմացավ, որ այդ մարդկանց վերջը հավիտենական տանջանքն է, ասապի հավատքը փոխվեց։ Ասապի հավատամքը փոխվեց, անկյունակարը փոխվեց։ Եվ 25 համար մեջ նայեք ինչ ասում. ով ունեմ ես երկնքում, քեզնից ջոկ բան չեմ ուզում երկրը։ Այսինքն միակը, որ ուզում եմ, դու ես, ուրիշ բան չեմ ուզում։ Ինքը հասկացավ, որ իրականության մեջ կյանքը Քրիստոսի մեջ է։ Հիմա հարց եմ տալիս, մեզ ամեն մեկիս մեծ մասս այստեղ մեր կյանքի մեծ մասը անցել ենք։ Չգիտեմ ինչքանը մնացել մեզ ամեն մեկիս ապրելու։ Հարց եմ տալիս, ինչ հասկացանք այս կյանքից եւ ինչ ենք տանելու։ Հոբը 14-ի առաջի համարում սա էր ասում. կնկանից ծնված մարդը կարճ կյանք ունի, լիքն է ցավերով։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ինքը Տեր Հիսուս Քրիստոս եկավ, որպեսզի այդ ծնունդը, վերստին ծնունդը փոխանցե կամ տա մեզ ամեն մեկիս։ Հետաքրքիր է, այնտեղ շեշտադրում է կնկանից ծնված։ Ինչի ուրիշ ծնունդ էլ կա, այո, Հիսուս եկավ, փաստեց եւ ասեց. կա ծնունդ Աստվածանից։ Այսօր եկել է, որ ես եւ դու իրոք մեր հավատքի անկյունակարը փոխենք։ Մենք հավատում ենք, որ ինքը Աստված է։ Հավատում ենք, որ Աստծո որդի, հավատում ենք, որ ինքը իր կյանքը տվեց, որ մենք կյանք ունենանք։ Բայց այսօր հարց եմ տալիս ինձ եւ քեզ ամբողջ սրտով հավատում ենք, որ կա հավիտենական կյանք, եւ այդ հավիտենական կյանքը ամեն մեկիս համար պահված է։ Եթե կա, ինչ եմ անում, որ այդ կյանքը ունենամ։ Եվ անդրադառնում եմ Մովսեսի վրայով։ Եբրայեցիս 11:25 համարի մեջ գրված է. ավելի լավ համարեց Աստծո ժողովրդեր չարչարվել, քան թե մի առ ժամանակ մեղքի զվարճություն ունենալ։ Ավելի մեծ հարստություն համարելով Քրիստոսի նախատիկը եգիպտացիների հարուստ գանձերից, որովհետև աչքը դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը։ Հիմա հարց եմ տալիս ինձ եւ քեզ, ո՞րն է մեր վարձքը։ Ինչի համար ենք մենք եկեղեցի։ Մեր աղոթներին պատասխան առնենք։ Ասոյ, բուն նպատակը սա է, որ իմ եւ քո կյանքի անկյունակարը փոխվի, որ ես եւ դու հավատանք, որ կա հավիտենական կյանք։ Աստված մարդուն սրա համար է արարել, սրա համար է ստեղծել, չի ստեղծել այս ժամանակավորի համար։ Հիշում եք, Սերմնացանի առակ, երբ որ մենք կարդում ենք,
Այնտեղ ամենակալ Տիրոջ խոսքը մեզ հիշեցնում է հետևյալը։ Կարդամ Մատթեոս ավետարան 13-րդ գլուխ, ինչ է գրված։ Կարդամ 25 համարս։ Քարկավոր տեղը սերմանացան է, որ խոսքը լսելիս շուտով ուրախությունով ընդունում է, բայց արմատ չունի իր մեջ, այլ ժամանակավոր է։ Այսօր կգա ժամանակահատված, որ եղբայրներն ասեցին, որ այդ փոթորիկները կլինեն, այդ փորձությունները, քո այդ կանգնեցած հավատքը կփշրվի, կքանթվի։ Քուրջ ջան, եղբայրներ ջան, ուղղակի խնդրանքս հետևյալն է։ Այսօր մենք լուրջ մտածենք։ Աստված իր փառքը մեկ ուրիշին չի տա։ Իսկ Աստված քեզ համար իր որդին է զոհել, որ դու լինես իրեն փառքը։ Աստծո փառքը եկեղեցին է։ Աստծո ուրախությունը եկեղեցու մեջ է։ Որ աշխատի ապրել Աստծուն հաճելի կյանք։ Թող Տիրոջ անունը փառավորվի